Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում 2026 թվականի առաջին բարձր գրականությունն է, ես Արփենիկ Նիկողոսյանն եմ, նախ ուզում եմ շնորհավորել ձեր ամանորը եւ Սուրբ Ծնունդը, մաղթել բնականաբար նախ եւ առաջ խաղաղություն մեր երկրին, հանգստություն, ներդաշնակություն բոլորիդ ընտանիքներին եւ բնականաբար նաեւ շատ ժամանակ, որպեսզի շատ ընթերցեք, շատ աշխատեք եւ հատկապես ձեր ինտելեկտուալ կարողությունները զարգացնեք 26 թվականին, որտեղ եթե խոսում ենք զարգացումներից եւ ներդաշնակություններից, առանց դրա հնարավոր չէ։ Վերադառնալով 2025 թվականին ուզում եմ նշել, որ Վաղամերիկ արձակագիր Վարդան Գրիգորյանի ծննդյան 75-ամյակի առիթով մի հրապարակում արեցի Facebook սոցիալական ցանցում, այն նոտայնությամբ, որ անտեսված գրողը չեն կարդում նրա հիանալի պատնվեպերը եւ ի զարմանս ինձ պարզվեց, որ ոչ, ես սխալվում եմ եւ բոլորովին հակառակ պատկերն է, լավ էլ կարդում են, լավ էլ սիրում են եւ ահա այդ սիրողներից, ընթերցողներից մեկը հոկեբան Արամ Խաչատրյան այսօր հրընկալվել է ինձ, ողջույն Արամ։ Ողջույն Արքունիք։ Ինչ բարեմաղթանքներ մեր ժողովրդին ես ազիզորով, ինչպես ասում են։ Ուզում եմ բախտել բոլորիս, որ կյանքի իմաստի խորագույն ապրման պահերը մեր կյանքում շատ լինեն եւ այդ առատությամբ կարողանանք հիանալ կյանքով եւ այդպես առաջ շարժվել։ Դու շատ լավ նշեցիր Արքմենիկ ջան, Վարդան Գրիգորյանի պատմավեպերը իրոք հիանալի են եւ դրանցից մեկի ավերժական վերադարձի մասին, որ մենք այսօր խոսելու ենք, առաջին անգամ այս պատմավեպը կարդալուց բավական մեծ ազդեցություն է թողել ին վրա։ Առաջին կարդալիս տպավորությունը նրանում էր, թե այս ոնց կա ու մենք չգիտենք, չէ՞։ Արամ տես, ես կուզեի դրանից սկսեինք, հավերժական վերադարձը Վարդանի առաջին պատմավեպն է, մեր մեջ ասած ամենաուժեղը չէ, որովհետև հետո արդեն Դարկորստյանով, Մանյարքով ինք ավելի նոր, այսպես մակարդակի հասավ եւ իր այդ պատմահայեցողությունը շատ ավելի կարևոր կետեր ըստ իս գոնե նվաճեց եւ երկրորդ հաշվի առնելով նաեւ քո հետաքրություններ էպոսին միտված մեր ժողովրդական էպոսին մտածում էի որ նախ եւ առաջ քեզ գրաված կլինի Դարկորստյանը, հա, որտեվ էպոսային շերտերը այնտեղ են, բայց կոնտրությունը ինձ զարմացրեց, այ կուզեի նախ այդ ընտրության մասին խոսել, իհարկե չկնախ պատնավեպ է ավերժական վերադարձը, բայց ինչու այդ որ կա զրույցի առիթ Վարդանի մասին հենց ավերժական վերադարձը։ Երևի առաջին տպավորությունը, որ այդպես եղել է, հենց առաջին կարդացած պատմավեպի հետ կապված, Վարդան Գրիգորյանի 3 պատմավեպերն ինձ հիացրել են, դրանցից երկուսը ավերժական վերադարձն ու Մանյարքը 3 անգամ եմ կարդացել։ Ինչա։ Ուրեմն, բայց հավերժական վերադարձի մեջ հենց այդ հավերժական վերադարձի գաղափարն է, որ ինձ գրավել է եւ դրա հոգեբանական կողմը եւ այն հմտությունը, այն կարողությունը, այն տեսունակությունը, որ Վարդան Գրիգորյանն ունեցել է, կարողանալու օբյեկտիվ իրականությունը ներկայացնել նաև սուբյեկտի, այսինքն ապրողի տեսանկյունից, այն թե ինչ է տեղի ունեցել պատմական իրողություններում եւ դա ինչպես է ապրվել մարդկանց կողմից, դրանք երկու տարբեր հարթություններում են, որոնք երկուսն էլ շատ լավ զգացել ու կարողացել են ներկայացնել այդ պատմավեպում եւ հավերժական վերադարձ ասելով ես հիմնականում այստեղ շեշտադրում կուզեի անել այն հարցին, որ կան կյանքում երևույթներ հոգեբանության տեսանկյունից նայելով, որոնք արխետիպային կրկնվող երևույթներ են եւ այդ արխետիպային կրկնվող երևույթների վրա իմ սևեռվածությունը երևի թե բերել է նրան, որ ամեն դեպքում քո հետաքրքրի շրջանակում է հոգեբանական շատ։ Ես ուղղակի նաեւ ապշած էի Վարդան Գրիգորյանի այն մարդկային հոգու խորքերը տեսնելու եւ դրանք վերլուծելու կարողությամբ համոզված եմ, որ եթե նրան նաեւ հնարավորություն ընձեռներ հոգեբան դառնալու, նա լավագույն հոգեբաններից մեկն էր լինելու, այո, որտեղ կարողացել է նման կերպ ներկայացնել։ Ըստ ամենայնի մեծ պատմաբան էր, թեպետես այստեղ էլ պարադոքս կա, չէ, լինելով պատմաբան ինքը պատմագիտական աշխատություններ չի թողել ամեն դեպքում, բայց կարծում եմ սա էլ նրա վեպերն էլ լավագույն ապացույցն են այն բանի, որ երբեմն գեղարվեստական գրականությունը շատ ավելի խորքային է, ունակ ճանաչելու պատմությունը, քան պատմագիտական հազարավոր վերլուծություններ։ Դες ես էլ իմ տպավորություններից կիսվեմ, որտեվ այնպես է ստացվել, որ Վարդանից իմ առաջին կարդած վեպն էլ հավերժական վերադարձն է, բայց ահա ինձ մոտ այդ հոգեբանական խորությունները չէ, որ այդքան գրավեցին, այլ նախ եւ առաջ զարմանքը, որ հայ գրողը գրում է պատմավեպ ըստ ամենայնի շատ քիչ առնչվող հայ իրականության հետ, հա, գոնե սյուժետային առումով, կերպարների զարգացման առումով, միջավայրի բանի առումով,
Բայց խորապես վերլուծում է հայոց պատմության ընթացքը։ Այս պարադոքսի հետ դու ոնց ես առնչվել Արամ։ Այդ ժամանակաշրջանում, այդ տարածաշրջանում տեղով Այսինքն տարածաշրջանային ես նայել։ Այո, տարածաշրջանում չեմ ջոգե։ Լուրջ։ Տիրապետող կոլեկտիվ հոգեկանում ընթացող գործընթացները առնչվում էին այդ տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների վրա, եւ բյուզանդացիների, եւ հայերի, եւ այդ իրողությունների մեջ ինչ որ չափ նաեւ ներքաշվում էին հարևան ժողովուրդները, եւ եթե միայն վերցնեինք օրինակ պատմավեպ եւ վերլուծեինք մեկ ժողովրդի տեսանկյունից կսխալվեինք, բաներ կար, որ բաց կթողեինք։ Եվ այդ առումով պատահական չի, որ Կոստանդինը որպես հայկական իրականությունից Բյուզանդիային հակադրվող մի ուղղություն է ձևավորում եւ Բյուզանդիայի հակադրության այդ երկու տեսակի հակադրությունների մեջ սկսում է ծավալվել պատմավեպի իրողությունների ընթացքը։ Այս առումով նաև պիտի շեշտադրում անենք այն փաստի վրա, որ Պավլիկյանները, ես խոսեցի հակադրությունների մասին, որ Պավլիկյանները, այսպես ասած, ուղղությունը հետևում էին կարծես Պողոս Առաքյալի եւ Պողոս Առաքյալն էլ այդ երկու հակադրությունների միասնություններ իրենից ներկայացնում, չէ՞ որ նա Սավուղն էր, որը հետո դարձավ Պողոս եւ պատմավեպում էլ բավական շատ տեսնում ենք այդ տրանսֆորմացիաները Կոստանդինը, որը հայկական իշխան էր, դառնում է Պավլիկյանների առաջնորդ Սիմեոնը, որ հետո դառնում է Սիմեոն Տիտոս եւ այլն, այս իրողությունները բավական լավ զգացել ու կարողացել է ներկայացնել Վարդան Գրիգորյանը պատմավեպում եւ ես խորհուրդ կտամ նաև շատ խորհուրդ կտամ հոգեբաններին կարդալ այս պատմավեպը, որովհետև մենք անդադ հոգեբանությունն ուսումնասիրում ենք եւ ուսուցանում ենք դասագրքերի միջոցով, այսպես ասած, սահմանված կանոններ, բաներ, բայց գոյություն ունեն այնպիսի գրականության միավորներ, արժեքներ, գրքեր, տեքստեր, որոնց միջոցով երևի թե մարդկային հոգու խորքերն ավելի լավ են բացում, թե քան օրինակ հոգեբանության դասագրքերի միջոցով։ Դրանցից մեկը միանշանակ հավերժական վերադարձն է։ Եթե ուզենանք ուսումնասիրել մարդկային գիտակցության ստվերի այդ երկուսի մեկը մյուսին վերափոխվելու երևույթը եւ այդ հակադրությունների անընդհատ տեղաշարժը, ապա այս գիրքը կարելի է համարել դասական դրանց մեջ։ Այդ կարգի։ Արամ, տես, երբ որ ես իհարկե իմ պատկերացումներն ունեմ վեպի մասին, բայց հիմա ուզում եմ դրան գնել մի կողմ եւ ավելի շատ քեզ տալ հարցեր, որոնք ինձ հետաքրքրեն հենց քո նշած հոգեբանական տեսանկյունից, որովհետեւ կա այդուհանդերձ եւ գրականության առումով եւ պատմավիպասանության առումով հատկապես սյուժետային գծեր, մոտիվներ, հարաբերումի ձևեր, որոնք պարտադիր են կարծես թե անկախ նրանից, թե դու ինչ ոճի պատմավեպ ես գրում կամ որ դարաշրջանում ես գրում կամ որ դարաշրջանի մասին ես գրում։ Այս դեպքում մի շատ կարևոր դետալ կա պատմավիպասանային սիրային պատմությունը, հա, որը սկսած Տերենցի պատմավեպերից մինչև Լևոն Խեչոյանի մյուսների պատմավեպերը կան, Վարդանի մոտ դա էլ է յուրահատուկ։ Այ կուզեի Իրենեի կերպարին մի փոքր անդրադառնայինք, թե սովորաբար նույնիսկ եթե Վարդանան քննայենք, էլի, կամ Սամվելը Ռաֆու սիրային կապերը նրա համար են, որպեսզի ցույց տան օրինակ Ռաֆու դեպքում թե ինչքան հայրենասեր էր Սամվելը, որովհետև թողեց Աշխենին եւ Աշխենը իր հերթին չէ գնաս մարզանի չես լինի ինձ եթե չգնաս քո արունը խառնես եւ այլն կամ Վարդանանքում Ատոմի եւ Աստղիկի սերը կա երբ որ Աստղիկն ասում է գնա կռվի քո հայրենիքի համար այստեղ կարծես թե այդ ֆունկցիան չկա եւ եթե այդ ֆունկցիան չկա դասական պատմավիպասանության առումով Իրենեն կարող է դառնալ ընդհանրապես երկրորդական կերպար որը պարզապես հույզեր է ներշնչում մարդուն զգացմունքներ է ներշնչում հա դու ոնց կմեկնաբանես բայց մյուս կողմից էլ հասկանում ես որ շատ կարեւոր կերպար է Այ քո տեսակետը այդ առումով Իրենեին հետաքրքիր է շատ։ Ես հիմա իմ մեկնաբանությունը կտամ հոգեբանության տեսանկյունից եմ ասում։ Իրենեի կերպարը չափազանց կարևոր կերպար է այստեղ։ Ուշադրություն դարձնենք, որ մենք ունենք 3 տղամարդ եւ 1 կին։ Այո։ Եվ գլուխները նվիրված են 3 տղամարդու, 4-րդ գլուխը նվիրված է նորից Սիմեոնին։ Իրենեն կարծես զեղչվում է այդ միջակայքում։ Այդ ժամանակաշրջանը 600-700-ական թվականների ժամանակաշրջան եւ քրիստոնեությունը որպես այդպեսին հաստատվում էր տարածաշրջանում եւ իր դիրքերն էր ամրապնդում կնոջ դերը որոշակիորեն զեղչվում էր այդտեղ որովհետեւ պատկերացումները ավելի հայր Աստծո կողմից էին գալիս եւ տեսնում ենք որ այդ իրողություններում կնոջ դերը որ այստեղ Իրենեն վերցրել է իր վրա նաեւ պատկերվում է իր անձի միջոցով թույլ կերպար, մի քիչ ավելի տարիքով փոքր, որ այնքան ուժ չուներ, որ մարդկանց մեղր որ անլուրջ վերաբերմունքի կարող արժանանալ, չէ՞, նաև ասենք նույնիսկ իր զգացմունքներին այդքան լուրջ չեն վերաբերվում։ Բայց այստեղ
երկու կարևոր հերոսի Հուստոսի եւ Սիմեոնի նպատակների վերջնակետերից մեկը որոշակիորեն հանդիսանում է Իրենեն, բայց տեսնում ենք նաեւ որ Իրենեին հասնելու եւ Իրենեի հետ հարաբերություն ձևավորելու եւ Իրենեի միջոցով իրականության մեջ ամրապնդվելու, եղած իրականության մեջ ամրապնդվելու գործընթացը տեղի չի ունենում, այսինքն նրանք որոշակի վերացական գաղափարների հետևորդ են այսպես մնում, քան իրականության մեջ արմատավորվելու եւ այդտեղ գրքում բավական հետաքրքիր հատվածներ կան, որոնք ցույց են տալիս, որ այդ արմատավորումն ու իրականացումը տեղի չի ունենում։ Ես հիմա ավելի չեմ մանրամասնի, եթե կարիք լինի, կարող եմ մանրամասնել, բայց Իրենեի կերպարի թույլ լինելն այստեղ խոսում է այն մասին, որ լուծումներ չեն լինելու։ Եթե Իրենեի կերպարը մի բանի ակնարկ է ամեն դեպքում։ Այո, այն որ մարդը իր հարաբերությունը իրական աշխարհում չի կարողանում կառուցել, այն որ նա մնալու է որոշակի բևեռացված գաղափարի կողմը, կամ էս կամ այն, դրա միջակայքում այդ երկու գաղափարները կապող Իրենեի ֆունկցիան չի աշխատում։ Չէ՞ որ Իրենեն Փիլոնի աղջիկն էր, որը հետո դա նյութական աշխարհի ներկայացուցիչ Բյուզանդիայի արքոնտ եւ այլն, որը նաեւ հետո կապ է ունենում Պավլիկյանների հետ եւ նա կարող էր հանդիսանալ այն ֆունկցիան, որ այդ երկու հակադրությունների որոշակի միասնություն կարող է առաջացնել, որը մենք տեսնում ենք չկա։ Այս առումով նրա չլինելը բավական բախտորոշ է այս իրողություններում։ Եթե գանք այդ առումով, ահա դու սկզբում որոշ ակնարկներ արեցիր հավերժական վերադարձ գաղափարին, հա, դա օրինակ ես ընկալում եմ եւ իմ մեկնաբանություններում էլ երբ որ առիթ եղել է, ասել եմ ոչ միայն կոնկրետ այս պատմավեպի վերնագիր, այլ ընդհանրապես Վարդան Գրիգորյանի պատմահայեցողության գլխավոր ձևակերպում, հավերժական վերադարձ, դա չմեկնաբանենք սոսկեն շաբլոն մտքով, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի, այստեղ հավերժական վերադարձի գաղափարը անհատական, հա, հոգեբանական երևույթ է վեպում դրված, թե ահա քո այդ դիտանկյուններից էլի ինձ հետաքրքիր է շատ, թե նաև պատմության ընթացքի, պատմության իրադարձությունների հետ է կապված նախ եւ առաջ եւ ավելի ստույգ էլի մեր հետ ինչ կապ ունի հայ ժողովրդի հետ։ Եթե մենք վերցնենք այս գրքում տրված պատմական իրողությունների խաղարկումը անհատական հարթության մեջ, տեսնենք, որ այդ երկուսի ներքևում էլ գտնվում է մի ավելի կոլեկտիվ հարթություն հոգեկանի, արխետիպերի աշխարհն, այսպես ասեմ, որոնցից այս երկու գործողությունների դաշտներ սնվում են։ Իսկ արխետիպերը իրենցից ներկայացնում են որոշակի վերադարձ, այսպես իրողություն կամ չգիտեմ, կաղապար, որին անդադ վերադառնալու են կրկնենք որոշակի բաները։ Բայց այստեղ հարցը կանում է նրանում, թե յուրաքանչյուր անհատապես ինչպես է կրկնում այդ երևույթը։ Եթե օրինակ վերցնենք կոնկրետ հերոսների խաղարկումները ինչու են։ Սիմեոնը օրինակ հավերժական որոնման մեջ էր։ Նա չի կարողանում գտնել իր վերջնական նպատակը։ Գրքում նշվում է նաև, որ նա միշտ որոնում է, բայց չի ուզում գտնել նույնիսկ։ Այսինքն նա բռնված էր այդպիսի որոնողի արխետիպով։ Հուստոսը իրենից ներկայացնում էր կարծես հավերժական կործանող, որը մի դեպքում պիտի կործաներ Կոստանդինին, իդեմս նրա նաև Պավլիկյան ուսմունքը, մյուս դեպքում նա պիտի կռվեր իշխանավորների եկեղեցականների դեմ, իսկ Կոստանդինի պարագայում կարծես մենք տեսնում ենք հավերժական փրկիչ, որը սկզբում չկարողացավ փրկել իր հայրենիքը, հետո չկարողացավ փրկել իր որդուն, հետո չկարողացավ փրկել տառապանք դարձած այն բազմահազար մանուկներին, որոնք իր տեսիլքի մեջ գալիս էին իրեն։ Այս առումով, եթե հերոսներից յուրաքանչյուրը չի գիտակցում, թե ինքը ինչ խնդրով է բռնված, նա անընդհատ պտույտի մեջ է լինելու եւ մի 1000 տարի հետո էլ Կոստանդինը կլինի նույն Կոստանդինը, Սիմեոնը նույն կորուստներով։ Այո, նույն կորուստներով, բայց այստեղ ամբողջ, եթե օրինակ այս հերոսներն անցնեին հոգեթերապևտիկ process, խնդիրը պիտի դառնար ոչ թե նրան, որ վերադարձեր չլինեն, այլ յուրաքանչյուր հաջորդ վերադարձը լինի գիտակցվածության ավելի բարձր մակարդակում, այսինքն մարդը պատկերացնի, թե իր առօրյա խնդիրը որտեղից է ծագել եւ նա իրականում ինչ հարց է ուզում լուծել։ Այդուհանդերձ երբ որ այդքան խոր մեկնաբանում ես Արամ, ինձ մի հարց տանջում է, միշտ տանջել է գրողների ամենատարբեր լաբորատորիաները, աշխատանոցային մանրամասները ուսումնասիրելուց, դու օրինակ ո՞նց ես պատկերացնում էլի հոգեբանորեն Վարդան Գրիգորյանը որպես պատմավիպասան, այդ հոգեբանական արխետիպային այդ բոլոր բաները ուսումնասիրել է եւ վեպը այդպես է կառուցել, թե վեպի իրադարձություններն են այնպիսին, որ հնարավորություն են տալիս այդ տեսակ վերլուծության։ Ես կարծում եմ, եթե նրա ունակությունը չլիներ այդպիսի վերլուծություն կատարելու,
նա ինչպիսի պատմական իրողության հետ էլ առնչվել է այդ վերլուծությունը չէր կատարի։ Կարողության հարցը ուսումնասիրման, հա։ Չէ, ես այդ ժամանակ բայց այն երևույթները, որի շրջանակներում ես մեկնաբանությունները տալիս եմ, սովետական իրականության մեջ այդքան հայտնի չէին եւ դժվար թե Վարդան Գրիգորյանին հայտնի լինեին այդ տեսությունները, որպես ինտուիցիոն բաներ են փաստորեն, էլի։ Կարելի է նաև ասել ինտուիցիոն, ես չեմ կարող նրա հոգեբանական տիպը նշել, որովհետև ծանոթ չեմ նրա կենսագրությանն այդքան որ կարողանամ նման բան ասել, բայց այն, որ նա կարողացել է ինտուիցիայով, թե զգալով, թե պատկերացնելով այդ երևույթները այդ տեսանկյունից ներկայացնել, դա ուղղակի ապշեցուցիչ է։ Արամ պարզավ, հա, մեր զրույցից ինչ-որ քեզ դրթել արդեն հասկացանք ավերժական վերադարձին, բայց որպես ոչ հոգեբան, ընթերցող Վարդանի լեզուն վեբ ինքը որպես, հա, որտեվ ես որքան հասկանում եմ հոգեբանների վերլուծություններից, նաև քո պետք է որ դες համար այդքան էական չլինի, թե ոնց է գրված այդ վեպը, կարևորը որ լինեն կերպարներ, որոնք այդ տեսակ վերլուծությունների առիթ կտան, հա։ Այդուհանդերձ քեզ որպես հոգեբան, այդ ամբողջ քո պաշարով գիտելիքներով հանդերձ ինքնին վեբ որպես ինչով է գրավիչ հավերժական վերադարձը, որպեսի գայթակղես մեր ընթերցողներին նաև, որոնք այդքան շատ բան չեն հասկանում արխետիպերից եւ մնացած բաներից։ Վարդան Գրիգորյանի լեզուն ինչ շատ հոգեհարազատ լեզու է, շատ հարուստ բառապաշարով, շատ դիպուկ, մարդու հոգուն կպնող, ամեն դեպքում հոգեբանական կողմը քաղաքում կպնող է։ Այո, միանշանակ այն թե ինչպես ենք մենք ձևակերպում հոգու-արտադրամիջոցներն ու դրանք մատուցում մարդկանց, դրանք շատ կարևոր են եւ ասել թե հոգեբանի համար կարող է բառը կարևոր չլինի, դա շատ կարևոր է, որովհետեւ բառի միջոցով է փոխանցվում ինֆորմացիան մեկից մյուսին։ Այո, եւ հավերժական վերադարձը այդ լեզուն ունի, բայց կուզեմ շեշտել նաև օրինակ մանիա այրքի սկզբի հատվածը, մի քանի պարբերությունը մանիա այրքի սկզբի ինձ ուղակի բռնել է եւ ստիպել մի քանի անգամ կարդալ այդ տեքստը, հենց մենակ լեզվից ելնելով։ Շատ գեղեցիկ է գրում։ Շնորհակալ եմ Արամ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես օրինակ մտածեցի, որ լավ կլինի, որ դու ամենատարբեր գրքերի առիթով, հա, մեզ հանդիպես, որտեվ Պեն զրույցները, որ սովորաբար ունենում ենք բարձր գրականության տաղավարում, չասեմ վատն են, բայց հիմնականում այդ նույն թեքումն ունեն գրականագիտական, հա, ընթերցողական, գրական երկի տարբեր, հա, կողմեր վերլուծել, իսկ այդ տեսակ վերլուծությունները ոչ միայն հետաքրքիր են, չափազանց, այլ նաև կդրթեն մեր ռադիոլսողներին, ընթերցող ռադիոլսողներին նորովի նայել գրականության, այնպես որ շնորհակալ եմ քեզ եւ կրկին սպասում եմ մեր տաղավարում։ Ես եմ շնորհակալ, սիրով կհամենամ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի 2026 թվականի առաջին թողարկումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում եմ հոգեբան Արամ Խաչատրյանի հետ, մեր զրույցի թեման Վարդան Գրիգորյանի հավերժական վերադարձ պատնավեպներ։ Լավ եղեք, կրկին շնորհավոր, ամանոր եւ սուրբ ծնունդ։